Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 16-ի համար, օրը 5 շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ինչ-որ գործերը առաջ կգնան, բիզնեսը առաջ կգնա, նաև ոչ հնարավորություն ձեռքից օրվա ընթացքում բաց կարող եք թողնել, այնպես որ ուշադիր եղեք։ Եվ հանդիպում, շփում կունենաք օրվա ընթացքում ոչ է տղամարդու հետ, դա կարող է լինել պետական աշխատող, կարող է ձեր ամուսինն է, եղբայրն է, ում հետ ինչ-որ բաներ կքննարկեք, այստեղ փակ է ինչ-որ մի բան, առաջ չի գնում, որովհետև երկար պետք է սպասեք, միգուցե սիրելիի հետ է կապված, ինքը պետք է գա, նոր ինչ-որ հարցեր լուծեք, դա 2 ամիս կլինի, կարող է ձեր սիրելիի հետ խոսում եք, նա ասում է չէ, ես 2 ամիս պետք է մնամ այստեղ, նոր հետո կարողանամ գալ, որ ինչ-որ հարցին լուծում տանք, և այլն, ինչ-որ բաներ այստեղ։ Դրա համար ինչ-որ բաներ առաջ չեն գնում, ձեզ մոտ, կանգ են առած, հենց կապված է ձեր զուգընկերոջ, ձեր սիրելիի հետ։ Եվ ձեր շրջապատում օձեր կան այդ օրը, որոնք որ կարող են ձեզ շեղել, որպեսզի սկսեք տատանվել, կարող եք սկսել կասկածել ինչ-որ գործերի վրա, ինչ-որ բաների վրա, նաև թեկուզ ոնց որ ասում են ամուսինը ինչու է 2 ամիս ուշ տուն գալիս, օրինակ եթե այդպես լինի, միգուցե նաև ինչ-որ փաստաբան է կամ ինչ-որ մասնագետ է, ով որ ասում է, որ 2 ամիս դեռևս ինչ-որ մի բան պետք է լինի, օրինակ 2 ամիս դեռևս պետք է բուժվի ձեր սիրելին, կարող բժիշկ ասի, 2 ամիս դեռևս պետք է պարապի, ինչ-որ պահեր են, որոնք որ կարող այդ տղամարդն է ձեզ ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 16-ին։
հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է կին է, ով որ ինքը ընդհանուր առմամբ լավ կին է, բայց չգիտեմ ինչու է երգեհեսանիություն անում ձեր հանդեպ։ Այնպես է, որ ձեզ սիրում է, բայց միգուցե ինչ-որ մեկի մոտ է այդպես ցույց տալիս, որ սիրում է կամ հակառակը, որ երգեհեսանի է, բայց այդքան է ձեզ չի սիրում։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ կամ տղայի հետ եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հաջողություն է ձեզ սպասվում, դռներ են ձեր առջև բացվում, գուցե դրա համար է այդ երգեհեսանիությունը եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կարիերայի հետ կապված ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում։ Միգուցե առաջ խաղացում չկա, միգուցե ինչ որ մի բան այնպես չէ, որ դեպրեսիվ վիճակում եք լինում կարիերայի հետ կապված։ Նաև ոմանք սերկ խոստովանեն, ոմանց դուք սերկ խոստովանեն, այդպես, եւ դուք եւ ձեզ նաև ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ձեր առջև նոր դռներ կբացվեն, միգուցե հարաբերություններում է սա նոր դռներ բացվում, նոր հնարավորություններ է ձեզ համար։ Օրվա ընթացքում այստեղ կամ ինչ որ մեկին ասում են պետք է պարկես հիվանդանոց, տատանվում եք պարկեք արդյոք թե ոչ, կամ ինչ որ մեկը պետք է պարկի հիվանդանոց եւ տատանվում եք արդյոք, ասեք այո, եթե ձեզ այնց է կախված պարկի այդ մարդը թե ոչ։ Միգուցե հղիություն է եւ պետք է պարկել, որպեսզի հղիությունը պահպանել եւ դա է այդպես մտածմունքի առիթ է։ Եվ օրվա վերջ կհանդիպեք կամ կշփվեք որևիցե տղամարդու հետ, միգուցե թե հիվանդանոցի հետ կապված բժիշկն է, եթե ոչ, ապա մեկ այլ անձնավորություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 16-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա բժշկական կենտրոն, ուսումնական հաստատություն, թե մեկ այլ կենտրոն, հա, այդ ինչ-որ գործեր ունեք, որոնք որ պետք է անեք։ Մի փոքր տխրում եք, չգիտեմ այդ գործերից է թե ոչ, բայց ինչ-որ տխրություն կա։ Նաև կարող է այդ մենակության զգացումն է, որ ամեն ինչ պետք է մենակ անեք, ամեն ինչ ձեզ վրա է, ոչինչ ոչ ոք չի օգնում եւ այլն, նման ինչ-որ պահեր կարող են լինել ձեզ մոտ։ Օրվա վերջ, նոր ամեն ինչ կարգավորվում է, նավը աշխատանքի եք ընդունվում, շատ աշխատանք եք ունենում, պատվեր եք ունենում նաև, դա ուրախացնում է ձեզ, տրամադրությունը բարձրացնում է եւ կարող է նաեւ չի բացառվում աշխատանքի հետ է կապված այդ տխրությունը, որը որ կա ձեզ մոտ։ Գուցե տնօրենի հետ եք գնում խոսելու, հստակ չեմ կարող ասել, միգուցե ընդունվում եք աշխատանքի, դա ձեզ ուրախացնում է։ Այսքանը ձեզ համար, որովհետև ինքը վերև ներքև է եւ վերևում իրադարձությունները կարող են լինել եւ ներքևում իրադարձությունները, ես երկու տարբերակն էլ ասեցի արդեն ամեն մարդու մոտ մի ձև կարող է դա լինել։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կարիերայի հետ կապված, որ եթե նվազում էր, եթե այնպես չէր ձեր կարիերան, ապա դա առաջ խաղացում է, զարգացում, բիզնեսի առաջ խաղացում, աշխատանքում ինչ-որ բաներ կարող են փոփոխվել, որ էլի առաջ գնաք։ Այդ եւ օծեր կան արդեն այս դեպքում նախանձություն, օծային վերաբերմունք, որ դուք արդեն առաջ եք գնում, ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Նաեւ կմտածեք, մտածում եք ձեր կարիերայի մասին, մտածում եք ձեր աշխատանքի մասին։ Օրվա ընթացքում գումար կստանաք կամ գումար կծախսեք պետական հիմնարկության վրա, նաև վճարներ են, որոնք տալիս եք, ուսման վարձ է եւ այլն, այնտեղ բժշկական հաստատության հետ կապված գուցե վճարները, որ տալիս եք, կամ իրենք են ձեզ վճարում այդ օրը։ Եվ վեճ է սա։ Վեճ է երեկոյան, կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 16-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը կարող եք գնալ բժշկական կենտրոն կամ հիվանդանոց է սա, ինչ-որ մեկն է այնտեղ պարկած գնում եք իրեն տեսակցության։ Նաև օցեր կան, օցային վերաբերմունք օրվա ընթացքում, կամ ձեր հանդեպ, կամ բամբասանք խոսակցություն, որը կարող եք լսել այդ օրը։ Նաև գումար այդ օրը կստանաք, կամ ոմանք էլ գումար կծախսեն, կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք։ Զարգացում, առաջխաղացում ունեք գործերում, բիզնեսում, բայց հարաբերություններում այստեղ մի փոքր ուշադիր եղեք, որովհետև նաև վեճ կա ձեր սիրելի մարդկանց հետ։ Գուցե ինչ-որ բանի համար, որ ինչ-որ ուշանում է, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան դրա համար է վեճը, իրար լավ չեք հասկանում։ Իսկ կարող է նաև վիճեք եւ շատ ուշ իրար հետ հաշտվեք։ Բավական երկար ժամանակ խռոված մնաք, մոտապես 2 ամսից ավել։ Դրա համար հետևեք այդ օրը, որպեսզի նման իրավիճակում չլինեք, կամ հենց իրոք ինչ-որ մի բան է ուշանում, դա ընտանիքում կամ զույգերի մեջ կամ անջատվեց ծնողների կամ երեխաների հետ կապված ոչինչ այսպես խոսակցություն։ Նաև ոմանք սիրո խոստովանություն կլսեն կամ կանեն, դուք կանեք, ձեզ կանեն, այդպես։ Նաև ձեզ սիրված կզգաք օրվա վերջ, գուցե նաև մոռանաք այն թեման, որ իրար հետ վիճել եք, իրար հետ ինչ-որ թեմաներ եք ունեցել ընտանիքի անդամներով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը մտածմունքների մեջ եք լինելու, մտածում եք, տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, որ անընդհատ ինչ-որ բաներ կան, որ ծանր ու թեթև եք անում, այսինքն ավելի շատ տատանվում եք այդ հարցի հետ կապված, անեք, չանեք, ասեք, չասեք եւ այլն։ Հետո վիճում եք ինչ-որ մեկի հետ, նաև հետո էլի նույնիսկ կտատանվեք։ Ոնց որ անընդհատ տատանվելու պահ է ձեզ մոտ։ Հետո կարող եք մտածել, բա ինչու ասացի կամ ինչու նա այս խոսքերն ասեց եւ նման այլ հարցեր, մեկը դուք կարող ձեզ տանջել նրա համար, որ օրինակ վիճեցիք ինչ-որ մեկի հետ, լավ չխոսացիք ինչ-որ մեկի հետ։ Նույնն էլ եւս աշխատավայրում է, այստեղ կարող է հենց աշխատավայրում է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Էլի ինչ-որ շատ եք հուզված, միգուցե հանդիպում եք ձեր տնօրենի հետ հուզված, միգուցե ինչ-որ բան է տեղի ունենում, այնտեղ հուզվում եք, արտասվում եք, կարող գնում եք հարցազրույցի ժամանակ եք հուզված այնտեղ, թե ինչ պետք է պատասխանեք, ինչ ձև պետք է, ձեզ պահեք։ Հետո ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ հեռախոսազանգ ունեք։ Զանգարեք երևի ինչ-որ մարդկանց, ինչ-որ հարցեր տակ, այդ ելքը, փնտրեք, թե ինչ անեք հետո, ինչպես վարվեք հետո։ Ինչ-որ խառը օր է,
Այդ օր ավելի շատ պետք է ոչ թե մտածեք, այլ գործեք եւ հակառակը այստեղ միգուցե լարվածություն կա, այդ լարվածությունը տանեք աշխատավայր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք գումար կծախսեն, ոմանք էլ կարող են գումար ստանալ ինչ-որ մեկից։ Եվ հաջողություն ունեք նաև, միգուցե գումարային հաջողություն է, կարող ինչ-որ մի տեղից է գալիս, որ չեք էլ սպասում, նաև հուզված եք այստեղ, բայց դա լավ պահերի համար է, հուզված կարող եք լինել, ինչ-որ լուսավոր մի բան տեղի ունենա, ձեր տրամադրությունը բարձրանա, ինչ-որ յուրահատուկ մի բան տեղի ունենա, դրա համար հուզվեք կամ նաև արտասվելու եք։ Եվս էլի հաջողություն ունեք, էլի ձեր առջև դռներ են բացվելու, այդ դեպքում էլ արդեն օձերն են հավաքվում ձեր շրջապատ, սկսում են նախանձել ձեզ։ Ձեր այդ միգուցե իրար հետևից հաջողությունների համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կարող եք ինչ-որ ծրար ստանալ, որի մեջ գումար է նշված, արժեք է նշված, միգուցե վերցնում եք այդ ծրարը, գնում եք գումար ստանալու, գումար եք ստանում, հետևից այդպես ինչ-որ թուղթ են տալիս, ինչ-որ նորություն նաև կլսեք գումարի հետ կապված, կամ կվճարեք ինչ-որ մի ծրարի համար, ինչ-որ մի թղթի համար, փաստաթուղթ է, որը պետք է ստանաք։ Նաև երկեսանիներ կան այդ օրը ձեր շրջապատում։
մի քիչ կիսվեք, հատկապես եթե պետք է գումար ստանաք։ Միգուցե նաև այստեղ ժառանգություն, ինչ որ փաստաթուղթ եք ստանում, որպեսզի այդ ժառանգությունը ստանաք։ Այսքանը ձեզ համար, ուրիշ բան չկար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, նաև կարող եք հուզվել այդ լսած լուրից, էմոցիոնալ կլինեք բավականին շատ, հնարավոր է ինչ-որ մեկի ծննդաբերության մասին է, կամ հղիության մասն է, միգուցե ձերն է, կամ որ տվյալ անձնավորությունը, որ հիվանդանոցում էր, հիմա արդեն իրեն շատ լավ է զգում, դուրս են գրել եւ նման այլ հարցեր։ Եվ այստեղ կամ հանդիպում եք ոչ տղայի հետ, հետո բամբասանքներ կան, այդ որ այդ տղայի հետ եք խոսել կամ հանդիպել, կամ այդ տղան է օծ, այդ տղան է բամբասկոտ, այդ տղան է, որ այդքան էլ լավը չի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, չեք կարողանում անել։ Առաջ գնալու հետ է կապված, բայց ինչ-որ մի բան է ձեզանից է կախված, դուք պետք է անեք դա, դուք պետք է անեք այնպես, որ այն առաջ գնա, հա, ձեզանից շատ բան է կախված։ Օրվա ընթացքում շատիր եղեք, կարող եք վիճել նաև ձեր հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելի մարդկանց հետ, մեկը մյուսին վիրավորի նաև, այ եւ իրար հետ չխոսեք հետո։
եւ ինչ-որ միտեղ կգնաք, կմնաք երկար, ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, ինչ-որ մի բան դեռ առաջ չի գնում։ Միգուցե նաև դրանից է, ինչ-որ մեկը առաջ չի գնում, ինչ-որ մեկը մի բան չի անում, դրա համար էլ ընտանիքում վեճ է։ Եվ ուշադիր եղեք, այստեղ կարող եք դուք վատը զգալ ձեզ երեկոյան կամ հիվանդ ունեք, կամ ում հետ որ վիճեք ինքը հետո իրեն վատը զգա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 16-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը նորություն կլսեք, նա օրը փոստաթղթերի հետ եք նաև գործ ունենում, զբաղվում դրանցով, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ եք լինելու, եւ երկար սպասված ոչ թե տեղեկատվություն կլսեք, նամակ կստանաք, նա օրը հիվանդության հետ է կապված, բժշկի հետ է կապված, ինչ-որ բանի եք սպասում, որ ստանում եք, ինչ-որ տեղեկատվություն է, անալիզ էիք հանձնել եւ սպասում էիք դրան։ Նաեւ այդ օրը ժամը ձեզ համար շատ կարեւոր է, ժամին ուշադրություն դարձրեք։ Իսկ նամակը նաեւ կարող է գրեն ձեր սիրելին, ձեր երկրորդ կեսը, միգուցե սիրո խոստովանություն են անում այդպես գրված տարբերակով։ Ամենայն դեպս ուրախ կլինեք, որ տվյալ անձնավորությունը ձեզ գրել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։